9-րդ գումարման ազգային ժողովը 3 քաղաքական ուժեր են ձևավորելու քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստան ու Հայաստան կուսակցությունների դաշինքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասերը փակվելուց 15 ժամ հետո ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները։ Քաղաքացիական պայմանագիր 49,82%, ուժեղ Հայաստան 23,28%, Հայաստան դաշինք 9,93%։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել նվազագույն 4%-ի շեմը։ Ընտրողների 3,996,000% ձայնն է ստացել Բարգավաճ Հայաստանը։ Ինչ-որ պահի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալներով 4% ձայն ուներ ԲՀԿ-ն, բայց Վահագն Հովակիմյանի խոսքով էլեկտրոնային քվեարկության ձայների հաշվարկից հետո իջել է քաղաքական ուժի ստացած ձայների տոկոսը։ Մենք ունեցել էինք 537 ցուցակային նման քվեարկելու իրավունք ունեցող, որոնցից 410-ը էլեկտրոնային եղանակով մասնակցել էին քվեարկությանը։ Եվ այդ թիվը ներառված չէր մեր կայքում հրապարակված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը չի նշել, թե ըստ այս արդյունքների խորհրդանում որ ուժը որքան մանդատ է ստանալու։ Նրա խոսքով վերահաշվարկի հետևանքով արդյունքները կարող են փոխվել։ Ըստ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հաշվարկի, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 64 մանդատ է ստանում, ուժեղ Հայաստանը 29 մանդատ, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն եւ ընտրում վարչապետ։ ՔՊ-ն ապահովում է ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի մեծամասնությունը, ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ, սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը։ Հետևաբար չունի սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն, պակասում է 6 ձայն։ Մանդատը հաշվարկելուց ինչպես է հաշվարկվում։ Ասում է շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով եւ ստացված թիվը բաժանվում են մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։ Հիմա երբ որ մենք այս թվերը, ճշգրիտ թվերը չունենք, ավելին մենք չունենք պատկերը, ի վերջո 4 քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3, որտեղ այստեղ այդ կողմ ձայների, ընդհանուր կողմ ձայների պատկերը փոխվում է։ Բայց պատկերը ամենայն հավանականությամբ չի փոխվի գրանցված ընտրախախտումների հետևանքով, ըստ Հովակիմյանի չեն եղել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր պատկերի վրա։ Որ ասեմ ընտրախախտում, որը որ չգիտեմ արդյունքների վրա կազդի, ես նման խախտում չի եղել։ Անգամ համացանցում կեսգիշերին հայտնված տեսանյութը, որ ըստ պնդումների 23:49 նկարահանված տեսանյութ էր այն մասին, որ այդ ժամին Մեղրի ընտրատեղամասերից մեկում զինծառայողները ընտրում են, խախտում չի համարում Հովակիմյանը։ Նրա խոսքով հանձնաժողովների տարեց անդամների պատճառով ընտրական պրոցեսը դանդաղել է, ու իրենք չեն ուզել զրկել զինծառայողներին ընտրելու իրավունքից։ Ըստ ինձ խնդիր չկա, որովհետև առավել խնդիր կլիներ, որ տեղամասը կողպեին դրան դիմաց կանգնած զինվորներին զրկեին քվեարկելու իրավունքից։ Եվ կոնկրետ մի տեղամասում միայն քվեաթերթիկները 18 քվեաթերթիկները դասավորել ծրարը տալը, եւ մենք երբ որ ուղի եթերով նայում ենք, ես ժամ պահեցի 3 րոպե էր տևում։ Այսինքն կես օրից զինվորները եկել են քվեարկության եւ ստեղծվել էր մի պա, որ արդեն 8-ին պակաս զինվորները տեղամասի դրան դիմաց կանգնած են, այսինքն քան որ ասել են 15 կմտնեք ներս, դրան դիմաց կանգնած են։ Եվ տեղամասային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ասում են ինչ անենք։ Զինվորները մտնում են ներս, այսինքն կամ պիտի մտնեն տեղամաս եւ մենք ապահովում ենք իրենց քվեարկելու իրավունքը, կամ պիտի մեր զինվորների վրա տեղամասի դուռը կողպենք։ Փաշինյանը կեսգիշերին զրկել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովին ինֆորմացիոն առաջնահերթությունից, մինչև նախնական արդյունքների հրապարակումը հայտարարելով հաղթել է քաղաքացիական պայմանագիրը։ Ընտրությունների արդյունքում
հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Սա էլ է նորմալ համարում ԿԸՀ նախագահը։ Կուսակցությունները մի քանի ժամ ավելի շուտ են ամփոփում տվյալները։ Երբ որ տեղամասում քվեարկությունը ավարտվում է, կուսակցությունների քաղաքական ուժերի վստահված անձերը անմիջապես տվյալները հաղորդում են իրենց քաղաքական ուժին։ Ընտրությունների արդյունքների հրապարակման դանդաղ տեմպերի մասին խոսակցությունները հերքել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նա վստահեցրել է օրենքի պահանջով 3 ժամը 1 հանձնաժողովը թարմացրել է տվյալները։ Մենք 00:00-ին ուղիղ կեսգիշերին աղյուսակավորումը դրել ենք կայքում, տեղադրել ենք, այսինքն այն ինչ որ ես ուղղակի պետք է կարդայի մեր մամուլի սրահից, մենք տեղադրել ենք Կենտրոնական ընտրական կայքում։ Պահանջ չի եղել կարդալու, այսինքն չկար որևէ տեսախցիկ այստեղ դրած, որի առջև մենք սիրով դա կկարդայինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին, որոնք կասկածներ ունեն ընտրությունների արդյունքների հետ կապված, դիմել իրենց վերահաշվարկի համար։ Լիլիթ Սարգսյան, Լաննա Համբարձումյան, Միլենա Պողոսյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։